Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի անկախության օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների եւ ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։ Փաշինյանն արձանագրում է, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ եւ բովանդակային հունով։ Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում, ի նպաստ մեր երկրների բարգավաճման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։ Լիահույս եմ, որ պատիվ կունենամ ձեզ հյուրընկալելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։ Ջերմուկ քաղաքում անցկացվում է Ջերմուկ 2026 անվտանգության հարցերով միջազգային համաժողովը, որը կազմակերպել է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Համաժողովը ներառում է լիագումար եւ պանելային քննարկումներ, սոցիոլոգիական տվյալների ներկայացում եւ համագործակցության հուշագրերի ստորագրում։ Կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանն իր ողջույնի խոսքում շեշտել է համաժողովի խորհրդանշական լինելը։ Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր հենց այստեղ Սահմանագծի վերածված Ջերմուկ քաղաքում մենք սկսում ենք գործի վերածել մեր ծրագրերը։ Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հրատապ են։ Մենք ժամանակ չունենք սպասելու։ Եվ սկսում ենք գործել հենց այսօր։ Անում ենք առաջի քայլերը, ուղղված ուժեղ խաղաղության հաստատմանը։ Միջոցառման ընթացքում կուսակցությունը հուշագիր է ստորագրել հոլանդական անվտանգության հետախուզական ընկերության եւ հունական DRCS ընկերության հետ։ Կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար նշանավոր հետախույզ գնդապետ Արթուր Ավանեսյանի խոսքով սա ուժեղ խաղաղության առաջին քայլն է։ Մենք ընդլայնելու ենք մեր համագործության շրջանակները։ Հայաստանին պետք է նոր եւ ուժեղ առաջնորդ։ Եվ ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը եւ գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ եւ ուժեղ խաղաղություն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Այսօր ազգային ժողովը 67 կողմ 26 դեմ 3 ձեռնպահ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը։ Ձեռնպահ քվեարկած 3 падգամավորներն էին Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Գեղամ Նազարյանը։ Նախագծի քննարկման ժամանակ ԿՊԱ-ական падգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրեց, որ օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։ Հիշեցնեմ, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ի 2-րդ մասի համաձայն պետությանը եւ համայնքներին պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն, եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը հայ առաքելական եկեղեցուն տրամադրել միայն օգտագործման իրավունքով։ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց նաեւ 2027-ի հունվարի 1-ից պոլիէթիլային տոպրակների եւ սպասքի պարագաների արգելքը։ Բացառություն կարվի աղբի տոպրակների եւ կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաեւ յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար։ Առևտրի եւ հանրային սննդի օբյեկտները այս արգելքը խախտելու դեպքում կստանան նախազգուշացում, այնուհետև տուգանք 100-ից 150 հազար դրամ։ Նշեմ, որ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024-ի հունվարի 1-ից 2025-ի համար, ինչը չարվեց։ Մյուս կողմից 2023-ին շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ առաջին փոփոխությունները արգելքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի վերաբերյալ անարդյունավետ էր։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 3 գեղասահորդով։ Մեր երկիրը կներկայացնեն մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը եւ օլիմպիական խաղերի մասնակիցներ Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է եւ անցկացրել է առաջին մարզումները։ Այսօր տեղի կունենա սպորտային զույգերի որակավորման փուլը։ Առաջինը Սառույց դուրս կգա Ակոպովա Ռախմանին զույգը։ Նրանց մասնակցությամբ կարճ ծրագիրը կմեկնարկի Երևանի ժամանակով
21:45-ին։ Սպորտային զույգերի ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի նույն ժամին։ Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի մրցաշարը տեղի կունենա մարտի 26-ին, ազատ ծրագիրը մարտի 28-ին։ Եվ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները։ Հանրապետության տարածքում մարտի 25-ից 3-ը, 26-ից 28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաներում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաեւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-ից 3-ը կնվազի 3-ից 4, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 6-ից 8 աստիճանով։ 26-ից 3-ը հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին մեր ամփոփիչ թողարկմանը։